Հեսա մի երկու հատ է ծառ կտրեմ ու արդեն գնամ տուն։ Հեսա ջարդեմ, հեսա մի հատ է, հեսա թռնեմ խփեմ, խփեմ, մի հատիկ, հեսա գնամ մի հատ է ծառ գտնեմ, մի հատ հաց ուտեմ, սովածացա, գնամ։ Ինչ է ժողովուրդ, ինչ շենքա, են մեր գյուղի ժիծիլը չի, ինչ հանում ստեղ տենաս, հլի կայն եք թաքունն ենք, հա ժողովուրդ հաստատ մեր գյուղի ժիծիլն է, կանի գնեմ, բարև ժիծիլ, ես ինչ ես տե անում, Իմ զինվորական պապիի գարաժն է, եկել եմ, որ ծախեմ ես գարաժը։ Բա ինչքանով ես ծախում ժիծիլ։ 3 ստակ իզմբրուդով։ Տենց թանկ ժիծիլ, լավ հլա ասա գոնե մեջ ինչ կա։ Չգիտեմ Գևոր, երևի մի 15 տարի չեմ մտել, չեմ հիշում մեջ ինչ կա։ Լավ դե ժիծիլ, դե դու ստես սպասի հանկարծ տեղ չգնաս, վազելով գնամ իզմրուդները բերեմ գամ հեսա։ Ժողովուրդ դուք չեք պատկերացնում ոնց այն բախտը բեր է։ Հենց այսօր իմ աշխատավարձի օրն է։ Հեսա գնամ այսօր է գործ անեմ, գնամ աշխատավարձը ստանամ, գամ առնեմ էսի։ Տնանք մեջ ինչ կա։ Ինչ շատ հետաքրքիր է, օրինակ մեջ ինչ կարա լինի։ Ինե որ զինվորական է, իրա պապին եղե։ Խոսքի մեջը զենքեր, բան կարողա լինեն։ Ինչ իմանաս։ Լավ դե հեսա գործիքներս արագ վերցնեմ, այս փետերն է դնեմ, որ հավաքել եմ։ Գործիքներս վերցնեմ ու վազելով գնամ գործս անեմ, որ հեսա աշխատավարձը ստանամ։ Վայ, ինչքան փետ եմ հավաքը, այսքանը հիմա մի ժամ պիտի դնեմ։ Լավ, հեսա պրծա ամերը։ Սա վերցնեմ քլունգը, կարտոֆիլը, գազարը բան ու գնանք։ Հեսա գնանք ցանենք, այս անգամ կարելի է գազարի փոխարեն ցորեն ցանել։ Ցորեն վաղուց չենք հաճացրել։ Լավ դե հեսա արագ վերցնեմ գործիքները, դե գնացի։ Հելանք տնից, բարև ժիծիլ, հեսա հասանք գործի տեղ, արագ հավաքենք հեսա, կարտոֆիլից սկսեմ, շատ դժվար այս կարտոֆիլը հելնում, լավ դե հեսա արագ անեմ, բայց ինձ ահա որ ձևի հետաքրքիր է թե ինչ կարա լինի այդ գարաժի մեջ, այն է որ ժիծիլը ասեց որ իրա պապին զինվորական է եղել, խոսքի կարող է լիքը զենք գտնենք, բայց որ զենք գտա գնամ գյուղապետին ասեմ մի անգամից, որ չմտածի ես եմ մտե պայ գանից տուգանեն։ Լավ հեսա կարտոֆիլը հավաքելը պրծանք, ցանենք էլի կարտոֆիլը, ցանելն էլ է այս կարտոֆիլի դժվար։ Բայց գազարի փոխարեն այս անգամ ցորեն կցանեմ, հա հաստատ, որովհետև ցորեն վաղուց չենք ցանել։ Ալյուրը քչություն է անում։ Կակրազեները գյուղապետը ասում էր, այս քանի օրը որ ցանես ցորեն ցանի։ Լավ, հիմա գազարները հավաքենք, այս գազարներն էլ են դժվար ելնում, բայց կարտոֆիլի պես չէ, բայց կարող է չառնեմ այդ գարաժը, իմ մի ամսվա աշխատավարձն է այդ 3 ստակ իզմրուդը, դրա փոխարեն կարամ ուրիշ լիքը բաներ առնեմ, որ այդ գարաժի մեջ լավ բաներ չեղան, կլինի որ անիմաստ ծախսեցի այդ 3 ստակ իզմրուդը, ուղղակի իմ կարծիքով ժիծիլը կարող է, բայց գիտի վսյոտիկի մեջը ինչա, խափում է, վերցել ասաղ թանք բաները, նորա ինձ ծախում, լավ հեսա կառնենք կտենանք, հեսա ցոյենը ցանելն է պրծա, հեսա այս վեշերը գնամ դնեմ տունը ու մի անգամից գնամ աշխատավարձիս հետևից, ու վերջինը, վսյո պրծա, գնամ այս վեշերը արագ դնեմ ու վազեմ գյուղապետարան, ժիծիլ ես ինչ անում, էլի գործ անում ստե, լավ դե ասանք տուն արդեն, վեշերս տնեմ ու գնամ, գազարը, ցոյենի սերմերը ու քլունգը դրեցի, վսյո դե ես վազեցի գյուղապետարան ժող, սա գնամ աշխատավարձը ստանամ, հեսա ամարի ասան գյուղապետարան, բարև ժիծիլ, գյուղապետը տեղում է, Հա Գևորը տեյա կարաս մտնես, լավ դե մտնենք արդեն, մտեք, Բարև պարոն գյուղապետ, աշխատավարձի հետևից եմ եկե։ Հա Գևոր, այդտեղ սունդուկի մեջ քո 3 ստակ իզմրուդը դրած է, վերցրա։ Հեսա վերցնենք մեր 3 ստակ իզմրուդը, ժողովուրդ, օր այս ինչքան փող կա։ Լավ, վերցնենք մեր 3 ստակը, 1, 2, 3։ Հաջող պարոն գյուղապետ։ Գնացինք։ Փակեմ այս դուռը, դե վազեցին գարաժը առնելու հետ։ Ժողովուրդ, ինչ եք կարծում, ինչ կլինի այդ գարաժի մեջ։ Ինձ թվում է լիքը զենքեր կլինեն։
Լավ դե հեսա գնանք առնենք, դուռը բացենք տենանք։ Տենանք ես ժիծիլը հոչի գնացը։ Չէ ստեյա լավա։ Ժիծիլ ես եկա։ Հեսա տանքը 3 ստակ իզումրուդը առնում եմ ես գարաժետ։ Հա, Գևոր, դե տուր այդ 3 ստակ իզումրուդը ու տամ քեզ։ 3 ստակ բայց շատ թանկ է, կարող է 2-ով տաս կամ գոնե 2.5-ով։ Չէ, 3-ով։ Լավ դե անքը 3 ստակ իզումրուդը։ 1, 2, էս էլ 3։ Ըհը։ Օրա, ինչ արագ փոխավ ժիծիլը։ Լավ, ոչինչ։ Ցա այս դուռը բացենք մտնենք։ Այս ռիչագը էսա սխմենք։ Ինչ է մեջ լկանք սստեմ։ Չերևում լավ էսա դուռը բացեմ տենան։ Արես ինչ ձիքը այս ռիչագը չի բացում։ Ըհը, վերջապես։ Ժողովուրդ մտանք։ Հələ որ էսի ավելի շատ նմանա սովորական տան, ոչ թե գարաժի։ Լավ, հələ դարակները կայնեք ստուգենք տենանք ինչ կա։ Սառնանի մեջ էլ տենանք։ Բան չկա սառնանի մեջ։ Կարող է вообще գարաժի մեջ բան չլինի։ Լավ, հələ տենանք։ Էս ինչ փոշոտա։ Օրա, ինչ է։ Կոտոշ։ Լավ, ինչ պատրոններ են։ Ժողովուրդ, տանկի պատրոնը։ Ճիշտ էի մտածում, որ իրա պապին զինվորականը հաստատ մի զինամթերք ստեղ կունենա։ Լավ, հələ կայնեք մնացած բաները տենանք։ Հələ տեսեք ինչ մեծ է։ Լավ, հələ կայնեք ես մյուս դարակը նայենք։ Նրանք էլ ինչ կա։ Արա ջան, ժողովուրդ, ալմազնի բրոնյա։ Մենակ ես մի հատ ալմազնի բրոնյան մի ստակ իզումրուդ արժի։ Այդքան է իզուր չառանք եսի։ Տորտ ու պատրոններ էլի։ Կանեք ես տորտից մի քիչ ուտեմ։ Ժողովուրդ չդիմացա սաղ տորթը կեր այդ ինչ համով էր։ Լավ էս պատրոններն էլ վերցնենք, ինչ է ծանր են սրանք։ Հեսա այս մնացած տեղերն նայեմ ու գնամ գյուղապետին ասեմ։ Արա ջան, ալմազից քլունգ։ Իմ քլունգը համե փչանում էր արդեն, պիտի թազան առնեի։ Ես ալմազից քլունգ գտա։ Լավ էլ ինչ կա։ Էլի էս թխվածքից, էս տորթից շատ համով էր։ Կտանեմ տունը կուտեմ էսը։ Ու էլի էս պատրոններից։ Հələ մյուս դարակը նայենք, ինչ կա, եկեք հայսի նայենք, պատզորնի տրուբա, ժողովուրդ էսի շատ լավ բան է, 2 ստակ իզումրուդով են ծախում մեր գյուղում ժիծիլները սրանից, չէ հաստատ իզուր չէր որ առա ես ես գարաժը, հələ տենանք էլ ինչ կա այս դարակի մեջ, մի րոպե բացեմ, այս պատրոններն է վերցնենք, բայց կարելի է այս լրիվ ուղղակի դնել ստեղ, ծանր են շատ, այսքան քաշ չտան հետս, հեսա սաղ դնեմ ստեղ, մի րոպե, ինչ է շատ են, տենաս էլ ինչ բաց կլինեն այս գարաժի մեջ, բայց հələ որ հաստատ իզուր չէր որ առա, այս քլունգը, այս պազորնայա տրուբան ու այս ալմազնի բրոնյան, այս 3 ստակ իզումրուդի գինը արդեն հանեցին, հակնեմ էսի, հələ նայք ինչ դեն ես ենում, լավ, հիմա ինչ նայենք, ինչն է կարելի, կանեք է զիբիլի վետրոններն ենք, ստե բան չկա, ստեղ կա, ստեյը չկա, մնաց էսի ժողովուրդ, շատ տարօրինակ է, տենաս ինչ կլինի սրա մեջ, լավ դե հեսա բացեմ, օր այս ինչ են, ժողովուրդ նայեք պուշկեք են ինչ որ, երկաթից կրկա, Էլի պատրոն, օրժա, հələ կանեք տանենք դուրսը դնենք տենանք ինչա։ Արա ժողովուրդ նայեք ես ինչա, հələ ինչ մեծ պուշկայա, մինամյոտա ինչա, հələ կանեք ես է դնենք տենանք։ Ստեղ դնեմ մի քիչ հեռու, օրա եսի ավտոմատա, հələ կանեք կրակեմ մի հատ, ես խիչ կրակում, պատրոն չկա, լավ բայն մեծ պատրոններ ինչի համար են, տանգի չէ երևի։ Բայց ստեղ տանք չկար, ինչ համար են այդ պատրոնները դրած։ Ստեղ մի բան են չի հաստատ, հələ եսի տենանք սրա համար էին։ Չէ, եսի չի կրակում ժողովուրդ։ Երևի ես գարաժից միջի սաղ վեշերը վերցնեմ, գարաժը ծախեմ։ Ոնց էլ նի չլինի մի ստակ իզումրուդ կտան էլ ես գարաժի համար։ Բայց ստեղ հաստատ մի բան տարօրինակ կա։ Մի բան են չի ստեղ։ Այս տանկի պատրոնները շատ են։ Կանեք լավ ուտեմ այս տորթը։ Ժողովուրդ դուք չեք պատկերացնում ինչ համով էր այս տորթը, շատ համով են այս տորթերը,
Լավ, բայց դե մի բան ինչ է, լկայնեք ես դարակների հետևը նայեմ, կարող է ինչ-որ թաքուն բաց սենյակ կա։ Սառնարանի հետևն է չկա այս։ Չէ, չկա, հələ մի րոպե։ Ինչ ես կրավաթի տակ։ Լկայնեք ջարդեմ տենամ։ Ես կրավաթը հանեմ դնեմ ենյան։ Խսիշ ծանր է։ Լկայնեք փորեմ տենամ ինչ աստեղ։ Ժողովուրդ, ես տենց էլ գիտեի, որ ստեղ մի բան են չի։ Դե հիմա սաղըտ միասին բաժանորդագրվում եք Gave Games ալիքին ու լայք եք դնում այս վիդեոին։ Ու հենց այս պայն իջնում եմ մեզ փոսը տենամ թե մեջի ինչ կա։ Լավ դե ես իջա ժող։ Կայնեք ստե զգուշ իջնեմ հանկարծ չընկնեմ ոտս ջարդեմ, զգուշ բռնվելով։ Դանդաղ իջանք։ Արա այս ինչ է ժողովուրդ։ Ժողովուրդ տանգա։ Արա ես տենց է գիտեի, որ ստե մի բան է ինչի։ Լկայնեք նստենք մեջը։ Լկայնեք, ոնց է սրա մեջ նստում ես։ Հələ մի րոպե։ Այս ինչ է ժողովուրդ։ Լկայնեք։ Կրակում է տենց։ Արա։ Կրակում է ժողովուրդ։ Տվեց սաղ պատը ծխեց։ Լավ դե հայր, հաջողություն ձեզ։ Ես վազելով հեսա գնամ գյուղապետին ասեմ ամեն ինչ։